2024-ի տարեվերջին Հայաստանի պետական պարտքը հասել է 12 միլիարդ 842 միլիոն դոլարի։ Բացարձակ թիվն իհարկե բավական մեծ է թվում, սակայն կարևոր է, թե ինչի հետ ենք համեմատում։ Ֆինանսների նախարարության գնահատականներով Հայաստանում պարտք հնահացուցանիշը 50%-ից ցածր մակարդակում է։ Ոչ թե նայել պարտքի ծավալը միլիարդ դոլարով ինչքան է հասել, այլ պարտք հնա հարաբերակցությունը ինչքան է, որովհետև պարտք հնան ցույց է տալիս տնտեսության համեմատ պարտքի ծավալը եւ դա բնորոշում է պարտքային բեռը, այսպես ասած։ Մեր գնահատումները ցույց են տալիս, որ 50-ի շուրջ պարտք ունենալը դա կառավարելի մակարդակ է եւ ապահովում է արտաքին շոկերի նկատմամբ երկրի քիչ խոցելի լինելը։ Կառավարության պարտքը 12 միլիարդ 338 միլիոն դոլար է, մնացած 504 միլիոնը կենտրոնական բանկի պարտքն է։ Ընդ որում, եթե 2023-ի ավարտին կառավարության պարտքի 52.7%-ն արտաքին էր, իսկ 47.3%-ը ներքին, 2024-ի ավարտին արդեն 51.8%-ը ներքին է, 48.2%-ը արտաքին։ Ներքին պարտքի ավելացումը շատ կարևոր քաղաքականության ուղղություն է եղել, որովհետև ներքին պարտքի ավելացումը թույլ է տալիս սեփական արժույթով պարտք ունենալ, որը նվազեցնում է փոխարժեքի տատանումների նկատմամբ ռիսկը։ Բայց միևնույն ժամանակ պետք է հիշել, որ այդտեղ դրական եւ բացասական կողմեր կան, այսինքն ներքին պարտքը մի կողմից նվազեցնում է փոխարժեքի ռիսկը, մյուս կողմից մի փոքր ավելի ծախսատար է, որովհետև ներքին պարտքի տոկոսադրույքը ավելի բարձր է եւ տոկոսային ծախսերը բյուջեի աճում են, երբ որ ներքին պարտքի ենք շատ ներգրավում։ Տնտեսագետները պարտքի մակարդակը կառավարելի են համարում։ Նշում, բացարձակ ծավալի մասին խոսելիս պետք է նաև նկատի ունենալ, թե ինչ ծանր ժամանակներ է պետությունը տեսել, որի պատճառով ստիպված է եղել պարտքի կտրուկ ավելացման գնալ՝ COVID, պատերազմ։ Օրինակ զարգացած երկրներում, ասենք, մենք գիտենք պետական պարտքի մակարդակը ՀՆ հարաբերակցության ինչի ասեն, նույն Ճապոնիայում, որը վաղուց արդեն գերազանցել է ՀՆ, նույն ԱՄՆ-ում արդեն գերազանցել է, մի շարք եվրոպական երկրները մոտ են եւ արդեն համարյա գերազանցել են։ Սա խոսում է նաև այն մասին, որ պետությունը բնականաբար նաև որոշակի իրավիճակներում, իսկ մենք եթե դիտարկենք, կտեսնենք, որ հենց COVID-ի առաջացման ժամանակահատվածից եւ պետությունը նախ տնտեսությունը բավական ցածր արդյունավետություն ունեցավ, քանի որ լոկդաունի մեջ էր հայտնվել, երկրորդ նաև պետական աջակցության հսկայածավալ միջոցառումները իրենք հենց ստիպեցին, որպեսզի պետությունները հավելյալ պարտք վերցնեն։ Վերջերս քաղաքական ուժերից մեկի ներկայացուցիչը համեմատել էր պետական պարտքի ներկայիս եւ 2018-ի տոկոսադրույքները, նշելով, որ այն բարձրացել է եւ էժան վարկեր վերցնել չեն կարողանում։ Արդյոք Հայաստանն է խնդիրը։ Ընդհանուր տոկոսադրույքների աճ է գրանցվում ամբողջ աշխարհում։ Եթե մենք ոչ վաղ անցյալ գնանք, տեսնենք, որ 2023 թվականից կենտրոնական բանկերը համաշխարհային առաջատար երկրների խստացրեցին դրամաբաշխային քաղաքականության պայմանները, այսինքն բարձրացրեցին տոկոսադրույքը, ինչը ինքնաբերաբար բերում է թե բանկային տոկոսադրույքներ, թե ընդհանուր ֆինանսական շուկայի տոկոսադրույքների աճի, այդ թվում նաև պետական պարտատոմսերի։ Եվ համաշխարհային միտումները եւ ներքին պարտքի քաղաքականությունը երկուստեք ազդել են տոկոսադրույքի բարձրացմանը, նշում է Գարիկ Պետրոսյանը։ Հավելում, համադրելի երկրներից չենք տարբերվում տոկոսադրույքների առումով։ Այստեղ կարևոր է նշել, որ նմանատիպ կարծիք են նաև ռեյտինգային կազմակերպությունները, այսինքն Fitch-ը, Moody's-ը կամ S&P-ն, որոնք սուվերեն ռեյտինգ են տալիս Հայաստանին, իրանք նույնպես իրենց ռեպորտներում հաշվետվություններում նշում են, որ Հայաստանի ռիսկի հավելավճարը գտնվում է նմանատիպ երկրների հետ համեմատելի մակարդակում եւ որևէ այդտեղ արտառոց բարձր կամ շեղում չի նշվում։ Ընդհանուր առմամբ կառավարության պարտքի 50.8%-ը դրամով է, 28.2%-ը դոլարով, 11%-ը եվրոյով, մնացածն այլ արժույթներով։ Նիկոլայ Ավետիսյան, Սեյրան Անտոնյան, լուրեր։